Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի վստահելի աղբյուրների փոխանցմամբ հակակոռուպցիոն կոմիտեն մոտ օրերս կավարտի ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ կուղարկի դատարան։ Գործի առանցքում խախտված ընթացակարգեր, խիստ պահանջված անասուններ եւ $300,000 կանխիկ կաշառքն է անհնազանդության դիմաց։ Համաձայն ցուցմունքների Աղազարյանը պատրաստական է եղել օգնելու, որ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվեն մանր եղջերավոր անասուններ, շրջանցելով պետական վերահսկողության եւ օրենքի սահմանված քայլերը, բայց ինչպես հասկանում ենք, պետության սահմանները հեշտ չեն բացվում նույնիսկ պատգամավորական մանդատով։ Այս գործով արդեն մի քանի մեղադրյալներ հայտնվել են դատարանի առջև։ Ի վերջո պարզում է, մանր եղջերավորները ավելի լայն ճանապարհ են անցնում, քան երբեմն խիղճն ու օրինականությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն այս օրերին լծված է նաև սեպտեմբերի վերջին սպասվող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նոր անդամների փնտրտուքի գործին։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ԿՊ վարչությունը վերից վար փոխելու, ու դա է պատճառը, որ այսօրվանից զտում է ԿՊ-ականներին ու ամենավստահելիներին է պատրաստում վարչություն բերել։ Իհարկե նա խիստ գաղտնի է պահում այն անձանց անունները, ում հետ նպատակ ունի աշխատելու, եւ ԿՊ-ականներն այս օրերին թեժ քննարկումների մեջ են այդ հարցերի կապակցությամբ։ Շատերը մասնավոր զրույցներում նշում են, թե հստակ է, որ Փաշինյանն իր վարչությունում կպահի Վահագն Ալեքսանյանին, Ռուբեն Ռուբինյանին, Արուսյակ Մանավազյանին եւ Գևորգ Պապոյանին։ Վարչության մնացած անդամների ապագան իշխող թիմի վերնախավում այս պահին հարցականի տակ է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺ-ի ընկերական գնումները, զավեշտն ու կոռուպցիոն շղթան 3 բացահայտեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչին ի պատասխան ԱԺ նախագահը փորձեց ցտերով պաշտպանվել, այդպես էլ չասելով, թե ոսկե համրիչը, թզբեհը ում համար է գնել։ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ներկայացրեց հաղորդում ենթադրյալ հանցանքի մասին, որտեղ ի թիվս այլ խայտարակ փաստերի բացահայտեց, որ պետական գնումների թափանցիկության եւ հիմնավորվածության հարցը պետք է լուծվի։ Մասնավորապես Թովմասյանը հայտարարեց, որ 2023-25 թվականներին ազգային ժողովին ծառայություններ է մատուցել 47 դիզայն ՍՊԸ-ն, որի տնօրենը Արսեն Մելիքսեթյանը Ալեն Սիմոնյանի ընկերն է։ Ըստ պատգամավորի 2025-ին ԱԺ-ն գնել է 32,000 դրամ արժողությամբ փոքր արձանիկ, 2024-ի հուլիսին 20 հուշամեդալ, ընդհանուր 950 դրամ արժողությամբ, 2023 թվականին կատարվել են առավել ուշագրավ գնումներ, ԱԺ-ն ձեռք է բերել ոսկե համրիչ, թզբե 2,200,000 դրամով։ Հրապարակ օրաթերթը գրում է. չնայած պաշտպանական գերատեսչությունը վերջին օրերին լռում էր եւ միայն 3 տեղեկացրեց, որ մայիսի 7-ին խնածախում տանիք է վնասվել ադրբեջանական կրակոցներից, սակայն խնածախից շարունակում են ահազանգել, որ կրակոցները շարունակվում են, ավելին դրանք առավել թիրախային են դարձել, քաղաքացիական օբյեկտերին են հարվածում։ Օրերս խնածախցիներից մեկի բակում կրակոցների հետևանքով ոչխար է սատկել, իսկ նախորդին ադրբեջանական կրակայերթից վնասվել է գյուղի բնակիչներից մեկի դարպասը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մոսկվայից հետո մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը կրկին Սյունիք կմեկնի մասնակցելու տիկնոջ կրթարշավին, հնդածել իր գրաֆիկն է համապատասխանեցրել եւ մի քանի այցելություն կունենա, իսկ մայիսի 11-ին էլ կրթարշավի շրջանակներում կայցելի Քաջարան։ Մեզ ասացին, որ արդեն մի քանի օր է վարչապետի թիկնազորը սանրում է տարածքը, անվտանգային միջոցառումներ են արվում։ Իդեպ ԿՊ-ական պատգամավոր Դավիթ Դանելյանն էլ հոր նկարիչ Հրանտ Դանելյանի ցուցահանդեսի բացումն է նաեւ այդ օրը պլանավորել եւ հրավիրել Փաշինյանին։ Մեզ պատմեց, որ երեկվանից Փաշինյանի արարողակարգից ու թիկնազորից ցուցասրահի տարածքն են զննում։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջին հիստերիկ պոռթկումների ժամանակ հատկապես թիրախավորել էր ընդդիմադիրներից մեկին, առանց անուն տալու գոռում էր. Սևանի ափին քեզ որտեղից տուն, դու ինչ իրավունք ունես Սևանի ափին տուն ունենաս, մի հատ էլ գաս էստեղ կոռուպցիայի մեջ մեղադրես, համբալի մեկը, համբալ։ ԿՊ-ական շրջանակներից ասացին, որ հասցեատերը պաշտպանության նախկին նախարար Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է, որ Սևանի ափին առանձնատուն ունի։ ԿՊ կուլիսներում 3 բուռն քննարկում էին, առաջիկայում Սեյրան Օհանյանին անձեռնմ
խելությունից զրկելու մասին։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրեթե բացեիբաց խոստովանեց լրագրողների հետ զրույցում ասելով դատախազը գալու է մարդկանց հետևից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երևան, գնդակահարել երևանցիներին։ Հրապարակ օրաթերթի տեղեկություններով ԱԺ նախկին падգամավոր գործարար Ալեքսան Պետրոսյանին պատկանող ՄԱՊ ընկերությունում որոշ ժամանակ առաջ ազատումներ է եղել։ Ազատված աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ ընկերությունում կրճատումներ է արել ղեկավարությունը, թողնելով միայն երիտասարդների եւ միջին տարիքի մարդկանց։ Կրճատվել են 50-ից բարձր տարիք ունեցող աշխատակիցները։ Մեր զրուցակիցը պատճառների մասին ոչինչ չգիտեր, ասել են, որ կրճատումներ են եւ ուղարկել են տուն։ Մենք փորձեցինք կապ հաստատել Ալեքսան Պետրոսյանի հետ, նա մեր զանգերին չպատասխանեց։ Որդին Մակար Պետրոսյանը հաստատեց տեղեկությունը։